Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ըստ էության չի հերքել մամուլում շրջանառվող լուրերը, որ այդպես էլ վարչապետի թեկնածու չդարձած Էդմոն Մարուքյանը բանակցում է Գարեգին Բ-ի հետ, որ նրա համաձայնությունը ստանա Միքայել Աջափահյանի վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։ Այդ նախաձեռնությունը, որը մենք ունեցանք, պարոն Մարուքյանի առաջարկով, կարծում եմ, որ բոլորդ էլ վկա եք, որ շատ կարճ ժամանակահատվածում ըստ էության կոնսենսուս առաջացավ երկու ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ եւ ըստ էության 36 ծրագրություն պատրաստ է, որպեսզի հարցը մտնի օրակարգ։ Ինչ վերաբերվում է նրան, թե Աջափահյանը արդեն իսկ հրաժարվել է լինել ընդդիմության հերթական թեկնածուն, Աղազարյանն ասել է, որ Միքայել Աջափահյանը իր գլխի տերը չէ, որովհետև ինքը շատ կարևոր նիշա է զբաղեցրել եւ պարտավոր է իր դիրքորոշումը փոխել։ Աղազարյանի այս ինքնախոստովանությունից հստակ է դառնում, Գարեգին Բ-ն որոշիչ դեր է ունեցել Աջափահյանի հեղաշրջման կոչերի, Բագրատ Գալստանյանի ահաբեկչական շարժման, որը նա օրհնել էր, եւ ի վերջո ընդդիմության վարչապետի թեկնածուի հարցում։